Էմոցիաներս այնքան խառն են, որ չգիտեմ էլ նկարահանեմ, խոսեմ, չխոսեմ, փորձում եմ հանդարտություն տալ։ Տան անդամները սովորեն, որ ես անընդհատ շարժման մեջ լինեմ։ Կամ կարծում են, որ լավ եմ ուրեմն, լավ եմ, որ կարողանում եմ օրվա հոգսը հաղթահարել։ Իսկ ես մի ցնցումից մյուս ցնցման մեջ եմ ընկնում։ Երեկ մեր տուն եկան մեր հարևան բարեկամների տղաները, որոնք վերջին տարիներին Ռուսաստանում են, ապրում են, կայացել են։ Հիմա մի առիթով եկել են գյուղ և եկան մեր տուն։ Այնքան ցավալի է, ամեն անգամ, ամեն առիթի, բառի, ասում եմ հայացքի, թեմայի հետ կապված երբ իրողությունը նորից ու նորից ես հասկանում, երբ ամենքը կան, իսկ քո որդին չկա, ասենք ինչ բացատրություն լինի, ինչ կամքի ուժ լինի, ինչ հուզական լիցքաթափում լինի, մարդիկ իհարկե հարգում են, մեծարում են, մեր հետ կապը չի կտրվում, ինչքան էլ փորձենք մեկուսի մեր վիշտը տանել, մարդկանց չցավեցնել, մարդկանց մեր վշտով չվշտացնել, բայց առօրյա նույնիսկ այն շփումների ժամանակ, երբ պետք է ուրախանաս, որ մենակ չես, որ անտեսված չես, որ հարազատ բարեկամ ունես, լավ հարևաններ ունես, վիշտը, կորուստի զգացումը, ցավը, ծանր իրողության գիտակցումը, ամեն առիթով թարմանում է ու ծանրանում։
Առավոտյան YouTube-ը մի տեսանյութ բերեց։ Երևի իմ տարիքի մի ռուս կին էր։ Պատմում էր, որ աղջիկը Ուկրաինայում ընտանիք ունեցող աղջիկ վթարի էր ենթարկվել և կոմայի մեջ գտնվելուց հետո ամիսներ հետո մահացել էր։ Ես նայեցի այդ կնոջ պատմածը, ընդ որում իրենք չեն էլ կարողանում գնալ Ուկրաինա և որևէ բան այնտեղ անել կամ մասնակցել, կարողանում են մի կերպ գումարներ ուղարկել։ Այդ կինը երբ պատմում էր, յուրաքանչյուր բառը կապ չունի, որ այլ ազգություն ունեցող կին էր, երբեմն ասում են տարբեր ազգեր, տարբեր մարդիկ, տարբեր մշակույթներ, այլ կերպ են վերաբերվում ցավին, կորուստին։ Ոչ, այդ կնոջ յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր ծանր հոգոցը ես զգացի և հասկացա, որ նա նույն կերպ է վշտանում, ինչպես ցանկացած մայր կվշտանար։ Եվ կապ չունի, թե ինչ ունես, ունես այլ երեխաներ, ունես թոռներ, ինչ ֆինանսական վիճակում ես գտնվում, կարիքի մեջ ես, թե ոչ, իհարկե այդ ամենը բարդացնում է վիճակը, բայց կոնկրետ ցավը նույն ուժգնությամբ և նույն ծանրությամբ է։ Այսօր արև է և ունենք ընդամենը մեկ փեթակ, առաջ խաղացում չի լինում, և մեղուները աշխատում են։